Արզնի սիրելի բնակիչներ, Հայաստանի ասորական եւ եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Շնորհակալ եմ, որ հավաքվել եք, շնորհակալ եմ եւ ուզում եմ հատկապես այս համատեքստում ասել այն, ինչ որ վերջերս մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։ Մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որը մենք պետք է հաշվի առնենք։ Այո, հայերը, եզդիները, ասորիները տարբեր ազգությունների եւ տարբեր դավանանքի տեր ժողովուրդ են, ազգեր են, բայց մենք նույն ժողովուրդն ենք։ Մենք նույն ժողովուրդն ենք, որտեղ ժողովուրդը պետության սահմանադիրն է։ Հայաստանի սահմանադրությունն ասում է, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը քաղաքացին է, ժողովուրդը ընտրական իրավունք ունեցող մարդիկ են եւ հետեւաբար այստեղ մենք հավաքված ենք տարբեր ազգությունների, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, բայց մենք միևնույն ժողովուրդն ենք, միևնույն ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդի հանդիպումը, ինչի համար եւ շատ ուրախ եմ։ Ողջունում եմ բոլորիդ, դուք էլ ողջունեք մեկը մյուսին։ Ժորժ ջան, վերջին տարիներին 2020 թվականից հետո հատկապես իմ հասեին բազմաթիվ անգամ մեղադրանքներ են եղել եւ մեղադրանքների հեղինակը գիտեք ովքեր են եղել, ես չեմ հիշատակ իրանց, որ ասել են, որ ես քանդել եմ բանակը, որ հզոր բանակ ունենալով մենք բան ենք արել, պարտվել ենք պատերազմը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես նախկինում ինչքան հիշում եմ, նոր գործընկերներն էլ էի հարցնում, իրանք էլ չհիշեցին, չեմ անդրադարձել այդ թեմային, շրջանցել եմ այդ թեման, մի քանի պատճառներով։ Պատճառներից ամենաառանցքայինը եղել է այն, որ եղել են պրոցեսներ, որոնց մասին ես չեմ ուզեցել խոսեմ, որովհետև դրանք գաղտնիության որոշակի տար են ունեցել, եւ ես չեմ ուզեցել անդրադառնամ կիսատ, իսկ եթե կիսատ անդրադառնայի կամ ամբողջական անդրադառնալ չէի կարող այդ գաղտնի նրբությունների պատճառով։ Հիմա եկել է ժամանակը, որ ես այդ թեմային ամբողջական անդրադառնամ։ Ինչով է եկել ժամանակը։ Ժամանակը եկել է նրանով, որ վաղը չէ մյուս օրը Հայաստանի Հանրապետության հրապարակում, Երևան մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու զորահանդես, իմ վարչապետության օրոք առաջին զորահանդեսը Հայաստանի Հանրապետությունում։ Մենք չենք ցանկացել, ընդհանրապես մեր մտքում չի եղել զորահանդես իրականացնել, մանավանդ խաղաղությունից առաջ զորահանդես իրականացնելու նպատակահարմարությունը չենք տեսել, մտածելով, որ դա կարա նաև սխալ մեկնաբանվի մեր քաղաքականությունների վերաբերյալ, որովհետև մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել եւ խաղաղության օրակարգի պայմաններում զորահանդես անել, այսպես ասած մկաններ ցույց տալ, դա կարա սխալ քաղաքական հետևանքներ բերի։ Բայց երկար ժամանակ մեր ընդդիմությունը մեզ մեղադրում էր բանակը քանդելու մեջ։ Եվ մենք սուս ու փուս չենք արձագանքում դրան։ Եվ երկրորդ հանգամանքը, որ ի վերջո 2025 թվականի օգոստոսի 8-ը տեղի ունեցավ, եւ վերլուծելով իրավիճակը մենք հասկացանք, որ մենք պետք է մեր ժողովրդի առաջ հաշվետվություն տանք։ Լավ, ի վերջո, եւ ընդ որում այդ հաշվետվությունը պետք է տանք ապացուցելի։ Սկզբից, եթե հիշում եք, ես նախաձեռնություն ցուցաբերեցի, ասի մարդիկ թող գրանցվեն էլեկտրոնային փոստով եւ մենք կուղեկցենք իրան ցույց կտանք սպառազինության եւ ամրաշինական աշխատանքներ եւ ես անձամբ երևի 4-5 խմբի հետ եկել եմ այդ թվում Արզնիում
ներկայացրել եմ մարդկանց, թե այս ընթացքում ինչա տեղի ունեցել։ Նաև գնացել ենք տարբեր ամրացված շրջաններ, մարդկանց ներկայացրել եմ մտավորականությունների ներկայացուցիչներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ճիշտն ասած, նաև այդ մարդկանց ռեակցիան է մեզ ստիպե, որ մենք պետքա ավելի լայն ներկայացում անենք, որովհետեւ նախ հերթագրված մարդկանց թիվը այդքան մեծ էր, որ եթե տենց ասենք լավ 2 ավտոբուս, 3 ավտոբուս, լավ 100 հոգանոց խմբերով, այդքան որ շարունակեինք տարիներ կտևեր միջև այսինքն չէինք էլ կարող Հայաստանի բնակչությանը ներկայացնենք, բայց նաև այդ հանդիպումների մասնակիցները մեզ ասում էին դուք պարտավոր եք ձև գտնել եւ ժողովրդին իրազեկել, թե ինչա տեղի ունեցել եւ ինչա տեղի ունենում։ Եվ ես հիմա էլի ուզում եմ այսօրը տենց նաև պատճառն է որ այսօր առավոտը զորահանդեսի գլխավոր փորձն է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում եւ այսօր իմ տրամադրությունը ամբողջությամբ ես կենտրոնացած եմ այդ թեմայի վրա եւ բոլոր տեղերը բերում եմ մի օրինակ եւ ուզում եմ այդ օրինակն էլ բերեմ հա մի դեպք էլ կա որը շատ ազդեց բանի զորահանդեսի սցենարի վրա որովհետեւ ի սկզբանե մեր զորահանդեսի սցենարն էր որ սպառազինությունը զորքը Հանրապետության հրապարակով պետքա դուրս գա եւ հեռանա գնա բայց Էրեբունի վարչական շրջանում Երևանի մի քաղաքացու հետ երբ որ խոսակցությամբ բռնվեցինք եւ ինքը էլի խոսում էր որ բանակը քայքայվեց էս եղավ են աղա բանակ չկա բանակ չունենք ես ասացի գիտեք ինչ զորահանդես առնելու կգաք եւ կտեսնեք թե ինչա տեղի ունեցել ինքն էլ սենց մի հատ ռեակցիա տվեց ասեց հա գիտեմ ինչ եք անելու հեսա բերելու եք բաները մուլյաժները մակետները կամերաների դեմերը վազացնեք տանեք ոչ մեկ էլ գլխի չընկնի այդ ինչա դրանից հետո ես որոշում կայացրեցի որ սպառազինությունը Հանրապետության հրապարակում անցնելուց հետո պետքա ոչ թե հեռանալ, պետքա մնա Տիգրան Մեծի պողոտայում մինչև այդ օրը ժամը կեսգիշերից հետո չենք կարող պահել, որովհետև հաջորդ օրը աշխատանքային օրը եւ քաղաքը ուղղակի կաթվածահար կլինի։ Չնայած ես տեսել եմ, որ արդեն ընդդիմությունը գիտեք ինչ ասում է զոր կապերում քաղաք որ բան անի, չգիտեմ ինչ անի, հետընտրական, ինչ հետընտրական պրոցեսի մասին են խոսում։ Հայաստանում չի կարա լինի հետընտրական պրոցես։ Գիտեք ինչի, որովհետև հետընտրական պրոցես լինում է այնտեղ, որտեղ ընտրություններ են կեղծում, որտեղ ընտրություններ չեն կեղծում, ի բնե չի կարող լինել հետընտրական պրոցես։ Իսկ Հայաստանում ընտրություններ չեն կեղծում։ Եթե ընտրություններ կեղծելու փորձանող կա, այդ ընդդիմությունն է, որը ընտրակաշառքներ է բաժանում եւ համատարած ձերբակալվում են։ Ես հիմա հասկանում եմ, որ իրանց հաշվարկը հիմա ուրիշ բան է։ Իրանք որոշել են համատարած ընտրակաշառք բաժանելու փորձ անեն, ինչքան կբռնվեն, ինչքան էլ չեն բռնվել, էլի քյար է։ Բայց ես հույս ունեմ, որ մեր իրապահ մարմինները կշարունակեն արդյունավետ գործել։ Ես առաջարկում եմ ծափահարել են մարմիններին, ովքեր ջարդում են ընտրակաշառքների շղթաները, ովքեր ջարդում են ընտրակաշառքների շղթաները։ Իսկ բանակի հետ կապված մի շատ ամենապատկերավոր օրինակը հետևյալն է։ Մեր 91 թվականից ի վեր մեր բանակի ամենա հզոր հրետանին եղել է D30 հրանոթը, D30 պուշկան։ Ուրեմն D30 հրանոթը եղել է մեր բանակի հրետանու ողնաշարը։ Առաջին անգամ Հայաստանի բանակը գործարանային արտադրության D30 ստացել է 2023 թվականին։ Այսինքն 2023 թվականը առաջին տարին է, երբ որ D30 հրանոթ գործարանում արտադրվել է եւ առանց ուրիշների կողմից օգտագործելու, ուրիշի ձեռքով անցնելու, եկել հասել է Հայաստանի բանակին։ 2023 թվականից առաջ եւ բնականաբար 2018 թվականի դրությամբ մեր ամբողջ հրետանին եւ մեր զենք սպառազինության 70%-ը ոչ միայն նախկինում բազմիցս ուրիշների կողմից օգտագործված է եղել, այլև օգտագործելիության բոլոր ռեսուրսները սպառելու եզրին է եղել։ Դա անվանում են նիկանդիցիոննի զենք, այսինքն այդ զենք, որ ըստ էության համարյա պիտանի չի։ Ահա այսպիսի բանակ եմ ես ժառանգություն ստացել նախկիններից։ Եվ նրանք խոսում են դեռ բանակը քանդելու մասին։ Հնարավոր չէր քանդել այն, ինչ որ
ավերված վիճակում էր եւ սա է իրողությունը եւ գիտեք ես ձեզ դա պետքա չասեմ որովհետեւ այն մարդիկ ովքեր ծառայել են բանակում շարքային զորակոչ որպես զորակոչիկ նրանք այդ ամեն ինչը գիտեն եւ այդ ամեն ինչը տեսել են եւ ուրիշ բան ասեմ վաղը չեմ ուսորը մենք ցուցադրելու ենք նաեւ այդ նոր ձեռքբերված յուղը վրեն գործարանային արտադրության D30-ը այսինքն դա նույն D30-ն է բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել դուք տեսեք D30-ը մեր նախկին ամենահզոր հրետանային միջոցը մենակ չափերով մենակ աչքաչափով ուղղակի կհամեմատեք D30-ը մեր այսօրվա ունեցած հրետանիների հետ եւ դուք կտեսնեք թե ինչ է նշանակում բանակ ունենալ եւ բանակ չունենալ եւ ես համոզված եմ որ Հայաստանի քաղաքացիները հպարտություն են զգալու այդ բանակի համար որովհետեւ այնտեղ զորահանդեսին դուք չեք տեսնելու ուրիշի կողմից օգտագործված զենքեր ամբողջ զենքերը լրիվ նորեն գործարանային արտադրության արտադրված են Հայաստանի Հանրապետության համար գործարանից մատակարարվել է ուղիղ Հայաստանի Հանրապետությանը եւ սա ոչ թե պատահականություն է սա քաղաքականություն է ինչպես մենք ցույց չենք տալիս մեր նորակառույց դպրոցները մտնեն հին հնամաշ աթոռներ սեղաններ չգիտեմ տարբեր գույք ինչպես մեր բժշկական կենտրոններում ցույց չենք տալիս որ մտնի հին հնամաշ գույք այնպես էլ մեր բանակը պետք է ունենա միայն նոր եւ գործարանային արտադրության սպառազինություն եւ վաղը դուք կտեսնեք վաղը չեմ ուսորը դուք կտեսնեք նոր համազգեստով բանակ նոր համազգեստ եւ դաշտային նոր համազգեստ եւ տոնական նոր համազգեստ եւ մենք կտեսնենք նաեւ մենք այսօր արդեն տեսնում ենք ցավոք սրտի մենք ամրացված շրջանները տասնյակ ամրոց, մի քանի տասնյակ ամրոցները, որ հանրապետության տարբեր սահմանային հատվածներում կառուցված են, մենք դա չենք կարող բերել հանրապետության հրապարակում ցուցադրել, բայց այսօր մեր սահմաններին մի քանի տասնյակ ամրոցներ են կառուցված, որոնք փոխելու են ընդհանրապես եւ փոխել են արդեն Հայաստանի պաշտպանունակության վիճակը, ավելին ասեմ Մայիսի 28-ից զորահանդեսին ցուցադրվելու են լրիվ նոր օտարերկրյա արտադրության գեր ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա, բայց նաեւ Հայաստանի Հանրապետության արտադրության գեր ժամանակակից սպառազինության տեխնիկա, որը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, եւ ես համոզված եմ դուք հպարտություն եք զգալու այդ զորահանդեսը տեսնելով։ Մենք 2021 թվականին Երբ որ մենք ասում էինք, որ մենք կրճատելու ենք ժամկետային զինծառայության ժամկետը եւ անցում ենք կատարելու դեպի պրոֆեսիոնալ բանակ, մեզ ասում են, ինչ է, ոնց է դա անհնար է դա։ Այսօր դա տեղի է ունենում, որովհետեւ մենք այլևս ունենք ժամկետային պրոֆեսիոնալ զինծառայողներ պաշտպան հայրենիաց ծրագրով, որոնք զորակոչվում են բանակ 6 ամիս ծառայությունով վերապատրաստվում են, պայմանագիր են ստորագրում, դառնում են պայմանագրային, այսինքն պրոֆեսիոնալ, ատեստավորման իրանց տոկոսից կախված ստանում են 300,000, 400,000, 500,000, 600,000 դրամ աշխատավարձ, մարտական հերթապահությունից դուրս քնում են իրենց տներում։ Եվ նաև ծառայությունը 5 ամյա ավարտելուց հետո 5 միլիոն միանվագ պարգևավճար են ստանում։ Սա մեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման շատ կարևոր մի հանգրվան է եւ եթե նախկինում 18 տարեկան զորակոչիկի ծնողներն էին մտածում ոնց իրենց երեխեքին բանակում պահեն գուրբա եւ քաղցրավենիք ուղարկեն այսօր զինծառայողներն են իրանց ընտանիքները պահում որովհետեւ իրանք ստանում են երբեմն շատ ավելի բարձր աշխատավարձեր, քան իրանց ծնողները իրանց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ ստացել են։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները, երբ որ կոչում ստանան եւ աշխատանքի անցնեն բանակում,
2026 թվականի սեպտեմբերից ստանալու են բնակարաններ եւ նրանք այսօր 170,000 դրամ կրթաթոշակ են ստանում եւ սա բանակի բարեփոխման անկյունակարային իրադարձություններ եմ ես ձեզ ներկայացնում բազմաթիվ այլ իրադարձություններ կարող եմ ներկայացնել բայց այս ամեն ինչը նշանակում է մի բան որ Հայաստանը անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի, ժամկետային պրոֆեսիոնալ բանակի եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով եւ վաղը չեմ մյուս օրը բոլորիդ հրավիրում եմ տեսնելու այդ նոր բանակը համոզվելու նրա գոյության մեջ եւ համոզված եմ երբ որ դա տեսնեք այդ իրադարձությունը նշելու ցանկություն է առաջանալու եւ վաղը չեմ մյուս օրը հանրապետության օրը կրկնակի տոն է դառնալու Հայաստանի հանրապետությունում որովհետեւ ժողովուրդը տեսնելու է իր նոր բանակը նոր սպառազինությամբ նոր հնարավորություններով եւ Նաև Հայաստանի արտադրության սպառազինությամբ, որը արդեն իսկ արտահանվում է միջազգային շուկա։ Սա չափազանց կարևոր իրադարձություն է։ Եվ հույս ունեմ դուք բոլորդ կգաք եւ ձեր մասնակցությունը կունենաք այդ իրադարձությանը։ Բայց ժողովուրդ ջան, բանակը այն բանակը, որը մենք ստեղծում ենք, այդ բանակը պատերազմի համար չի ստեղծում։ Այդ բանակը ստեղծում է խաղաղության համար։ Որտեղ բանակի փիլիսոփայությունն է ամբողջությամբ փոխված եւ մենք ասում ենք որ Հայաստանի Հանրապետության բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է եւ մենք բանակ կառուցում եւ զարգացնում ենք խաղաղության համար որովհետեւ ուժեղ եւ պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը միշտ էլ գայթակղիչ է ագրեսիայի համար մենք մեզ նման բան թույլ չենք կարող տալ եւ մենք պատրաստվում ենք խաղաղության մենք չենք պատրաստվում պատերազմի եւ թերևս ամենակարևոր առիթը բանակի բարեփոխումներին սոցիալական բարեփոխումներին ես համոզված եմ դուք ոչ միայն լսել եք այլև գիտեք այլև ձեր կյանքում տեսնում եք մասնավորապես կենսաթոշակների բարձրացումը, դուք տեսնում եք առողջության ապահովագրությունը, 65+ տարիքի թոշակառուները այսօր օգտվում են առողջության ապահովագրությունից եւ վիրահատությունների են ենթարկվում, որոնք արժեն 4 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 1 միլիոն դրամ եւ հեռանում են առանց մի լումա վճարելու։ Կա տենց բան, թե չկա տենց բան ժողովուրդ։ Եվ այդտեղ եմ ասում, մեր ժողովուրդը սովորաբար նոստալգիա է ունեցել խորհրդային միության ժամանակների, որովհետև ասում են, որ օրինակ պատճառներից մեկը դա էր, որ ասում են խորհրդային միությունում առողջությունը, առողջապահությունը անվճար էր։ Դե յուրե անվճար էր, բայց մենք բոլորս գիտենք, թե այդ անվճարի տակ մաղարիչների ինչ ինստիտուցիոնալ համակարգ էր գործում, ոչ մի բան էլ անվճար չէր։ Անվճար Այսօր առողջության ապահովագրության մասով, որովհետև առողջության ապահովագրությունից դուրս այլ ծառայություններ էլ կան, բայց այսօր մենք հարկ ենք համարում, կարևոր ենք համարում, որ մինչև 18 տարեկան երեխաների եւ 65+ տարիքի մեծահասակների նվազագույն առողջապահական կարիքների հոգանք, նվազագույն առողջության ապահովագրությունը ծածկում է ընդհանուր երկրում առկա առողջապահական ծառայությունների շուրջ 30%, ընդամենը 30%, բայց դա ամենաշատ պահանջված 30%-ն է, ամենաշատ պահանջված 30%-ը, եւ դա նրանից է, որ մենք, այո, սա կարևոր սոցիալական փոփոխությունը եւ սոցիալական բարեփոխումը, բայց դա արտահայտություն է Հայաստանի Հանրապետության պետության սիրո իր քաղաքացիների նկատմամբ։ Ինչ ենք մենք դա անում, ժողովուրդ ջան, ինչ ենք մենք դա անում։ Մենք անում ենք, որովհետեւ սիրում ենք ձեզ, Հայաստանի Հանրապետությունը սիրում է իր քաղաքացուն եւ Հայաստանի Հանրապետությունում ասում է, որ քաղաքացին էլ սիրի իրեն պետությանը։
2018 թվականից հետո սա է ամենակարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Պետությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին գնալով ավելի ու ավելի շատ է սիրում պետությունը։ Իշխանությունը սիրում է քաղաքացուն եւ քաղաքացին սիրում է իշխանությանը եւ այս սիրո վրա է հիմնված ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ։ Էսա պատճառը, որ Հայաստանում կառուցվում են դպրոցներ, որոնք նախկինում երբեք չեն եղել։ Հայաստանի երկարամյա պատմության մեջ երբեք չեն եղել այն որակի դպրոցներ, որ մենք այսօր ենք կառուցում։ Երբեք չեն եղել այն որակի մանկապարտեզներ, որ մենք այսօր ենք կառուցում։ Երբեք չեն եղել այն որակի ճանապարհներ, որ մենք այսօր ենք կառուցում, եւ մենք այս ընթացքը շարունակելու ենք։ Հայաստանի Հանրապետությունը ձեր աչքի առաջ ծաղկում է եւ ձեր ձեռքերով է ծաղկում։ Եվ այս ամենակարևոր փոփոխությունը, որ մեզանում տեղի ունենում։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը։ Ընդամենը օրեր առաջ Ախարքալակ Կարս երկաթուղին բացվեց Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Եվ այսօր Հայաստանը արևելքից արևմուտք կապող երկաթուղիներ ունի, այսինքն մենք երկաթուղային կապ ունենք արդեն եւ արևելքի հետ եւ արևմուտքի հետ, բայց սա ամենը չի։ Առաջիկայում մեզ սպասվում է TRIP նախագծի իրագործումը, որով վերջնականապես հաղթահարվելու է, ոչ միայն հաղթահարվելու է Հայաստանի շրջափակումը, այլև Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի, եւ սա մեծագույն իրադարձություն է, որ ձեզնից յուրաքանչյուրը զգալու է իր կյանքում, իր կենցաղում, իր առօրյայում եւ ավելի վստահ է ապրելու Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ավելի վստահ քայլերով է գնում դեպի բարեկեցիկ, ազատ, անվտանգ, խաղաղ երկիր եւ այսօր Հայաստանում արդեն իսկ հաստատված է խաղաղություն եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Այս ընտրություններում իմիջայլոց ամենամեծագույն հարցը հենց խաղաղության հետ է կապված, ժողովուրդ ջան։ Հարցը հետևյալն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնելու է արդյոք խաղաղությանը, թե տեր չի կանգնելու։ Այո, մենք կարող ենք բազմաթիվ տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական հարցեր քննարկել, համայնքային, բայց հարցերի հարցը հետևյալն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խաղաղության տեր կանգնելու է, թե չէ։ Իսկ հարցը ինչու է ծագում, որովհետև մեր խաղաղությունը 9 ամսական է եւ 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։ Յուրաքանչյուր տանը, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ տան ուրախությունն ու երջանկությունն է եւ այդ տան ամենակարևոր անդամը, բայց 9 ամսական երեխան 9 ամսական խաղաղության հետ մի ուրիշ ընդհանրություն նույնպես ունի։ Եթե նրա նկատմամբ խնամք չտանես, հոգ չտանես, չի ապրի։ 9 ամսական երեխան կապրի, եթե հոգ չտանես։ Նույնն է խաղաղությունն է։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է, թե եկեք այդ երեխային որբանոց հանձնենք, որովհետև մենք ի վիճակի չենք տեր կանգնել խաղաղությանը, ի վիճակի չենք տեր կանգնել մեր ճակատագրին, որովհետև խաղաղությունը հանձնել ուրիշի խնամքին նշանակում է մեր ճակատագիրը հանձնել ուրիշների քմահաճույքին, բայց մենք ասում ենք ոչ, որովհետև համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս կա ժողովուրդ, այլևս կա քաղաքացի, որ կարող է տեր կանգնել իր ճակատագրին, կարող է տեր կանգնել իր խաղաղությանը։ Այս է պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում 2000 խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է առերեսվել, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չի եւ չի կարող լինել ինքնանպատակ։
Իսկ 16-ին քվեարկելը նշանակում է, որ ժողովուրդը պետությանը տեր է, անկախությանը տեր է, ապագային տեր է, խաղաղությանը տեր է։ Եվ շատ կարևոր է նաև, որ Հայաստանի քաղաքացին, սիրելի ժողովուրդ, ձեզնից յուրաքանչյուրը առերեսվի իր ուժի հետ, ձեզնից յուրաքանչյուրը պետք է առերեսվի, գնահատի իր ուժը։ Հիմա օրինակ դուք որպես քաղաքացի գնահատում եք ձեր ուժը եւ ձեր դիրքորոշման արժեքը։ Եթե չեք գնահատում, եթե կան կասկածներ, ես ուզում եմ ձեզ նորից հավաստիացնել հետեւյալը։ Տեսեք, պետության հետագա ընթացքի ճակատագիրը որոշվում, խաղաղության ճակատագիրը որոշվում, իշխանության ճակատագիրը որոշվում է նաև թե ով կլինի վարչապետը Հայաստանի Հանրապետության 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունից հետո։ Եվ այդ բոլոր հարցերի պատասխանը կախված է մի մարդուց, պատկերացնում եք, ընդամենը մի մարդուց։ Հələ մի հատ խնդրում եմ գիտակցեք այս բանը, որ ընդամենը մի մարդուց է այս բոլոր հարցերի պատասխանը կախված։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ դուք 18 տարեկան դեռ չկա, չէ՞ որ դուք չեք հələ այդ մեկ մարդը։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Եվ այդ մեկ դուք պատկերացնում եք ձեզնից յուրաքանչյուրը ինչքան հզոր է, որ այս բոլոր հարցերի պատասխանը կախված է ընդամենը ձեր դիրքորոշումից։ Էս է փոխվել Հայաստանի Հանրապետությունում, որ կան ուժեր, կային մարդիկ, ովքեր ասում են մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք, մեր դեմ խաղ չկա, անցել են այդ ժամանակները, այսօր կա հզոր մի հոգի ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ պատկերացեք նաեւ խնդրում եմ մենք ես իրական այդ երբեմնի այդ հզոր, այդ միակ տղամարդերի, այդ ուժեղ տղեկի, այդ օլիգարխ կոչվածների նախքին, այդ բոլորի ճակատագիրը դուք եք որոշում, այդ մի ժամանակ էր, որ նրանք կարային որոշեն, դուք շնչեք թե արտաշնչեք, դուք քայլեք թե չքայլեք, դուք ձեր բակում, ձեր տանը, ձեր բնակավայրում ոնց զգաք ձեզ, այսօր հետ է փոխվել, իրանք այլևս ոչինչ չեն որոշում, ամեն ինչ որոշում եք դուք, ամեն ինչ որոշում է մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ուրախով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի, եւ ահա այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, արզնին, Կոտայքի մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։